Սփյուռքի ամենամեծ հայկական եկեղեցին գտնվում է Մոսկվայում։ Խոսքը Սուրբ Պայծառակերպության եկեղեցու մասին է։ Այն իրենից ներկայացնում է մի ամբողջ կրոնական համալիր, որը կրկին ամենամեծն է Սփյուռքում։ Կողքին կառուցված է փոքրիկ եկեղեցի Սուրբ Նշանը։ Եկեղեցին պատկանում է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմին։ 1996 թվականին Մոսկվայի կառավարությունը ապագա տաճարի կառուցման համար հատկացրեց տարածք Տրիֆոնովսկայա փողոցի եւ Օլիմպիական պողոտայի անկյունում գտնվող հատվածում։ Տաճարի հիմքի ոցման արարողությունը եղավ 2004 թվականին, իսկ ահա 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կայացավ պաշտոնական բացման արարողությունը։ Եկեղեցին ունի 50 մետր բարձրություն։ Եթե գիտեք Հայաստանի տարածքում որ եկեղեցին է ամենաբարձրը, մեկնաբանության հատվածում գրեք։ Այսպիսով, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու ճարտարապետն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Արտակ Խուլյանը։ Բարձրաքանդակների հեղինակը նկարիչ ճարտարապետ Աշոտ Ադամյանն է, ով ի դեպ Արցախի մարտական խաչ շքանշանի հեղինակն է։ Չնայած այն հանգամանքին, որ ավանդական հայկական եկեղեցիները կառուցվում են մեկ գմբեթով, Տիրոջ Պայծառակերպության տաճարն ունի 5 գմբեթ։ Շենքը դրսից եւ ներսից զարդարված է ժողովրդական զարդանախշերով, քարաքանդակներով, խաչքարերով, Հիսուս Քրիստոսի, Աստվածածնի, առաքյալների, քրիստոնյա եւ հայ ընդհանուր սրբերի, հրեշտակների, թռչունների խորաքանդակներով։ Եկեղեցին ինքն իրեն բաց գիրք է այն մարդկանց համար, ովքեր քրիստոնեական թեմաներից հեռու են, իսկ հավատացյալների համար հիշեցում։ Տաճարի գլխավոր մուտքի վերևում պատկերված է Քրիստոսի դիմապատկերը հայերեն վիմագրությամբ. «Ես եմ դուռը, ովի միջով անցնի, կփրկվի»։ Եկեղեցու ներսը զարդարված է Վերջին ընթրիքը եւ Քրիստոսի մկրտությունը պատկերող որմնանկարներով։ Խորանին պատկերված է Աստվածամայրը մանկան հետ։ Եկեղեցու կողքին գործում է թանգարան, ուր կան գտածո ցուցանմուշներ, հայոց պատմության փառավոր էջերը պատմող կտավներ։ Սա հիանալի վայր է Ռուսաստանաբնակ հայրին միավորելու եւ հիշեցնելու միասնական արժեքները։ Համալիր այցելելիս տարածքում կտեսնեք խաչքարեր, որոնցից մեկը հատուկ ուշադրության է արժանի։ Այն 6-7-րդ դարի պատմական գանձակի սքանչելի խաչքարերից է։ Սփյուռքի հայկական եկեղեցիները միայն կրոնական կառույցներ չեն, հայ տեսակը, ինքնությունը, պատմությունը, մշակույթը, գիրն ու խոսքը պահպանող կառույցներ են։ Իսկ սա Անիաս էջն է, որը հայրի ու հայկականի մասին է։